Կիևի ԱԹՍ-ները հասել են Ուդմուրտիա։ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտնել է Ուդմուրտիայի օբյեկտներից մեկի վրա հարձակման մասին, չհստակեցնելով դրա նշանակությունը։ Ըստ լրատվամիջոցների, հարվածը հասցվել է Ոդկինսկ քաղաքում գտնվող ռազմական նշանակության ձեռնարկությանը, որը համարվում է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի կարևոր օղակներից մեկը եւ կապվում է Իսկանդեր հրթիռային համակարգերի արտադրության հետ։ Ուկրաինական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել հարձակումը։ Հարվածներից տուժել է առնվազն 11 մարդ, որոնցից 3-ը հոսպիտալացվել են տարբեր ծանրության վնասվածքներով։ Ռուսական անօդաչուները կրկին Սումիին եւ Օդեսային են հարվածել։ Օդեսայում մեկ զոհ կա։ Ուկրաինական ուժերը վերադարձրել են մոտ 300 քառակուսի կիլոմետր տարածք հարավային ուղղությամբ, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով առաջխաղացումը շարունակվում է եւ մի շարք հատվածներում նախաձեռնությունը ուկրաինական ուժերի ձեռքում է։ Հարավային առաջնագիծն ընդգրկում է Խերսոնի, Զապորոժիեի եւ մասամբ Դոնեցկի մարզերը։ Այս շրջանները ռազմավարական նշանակություն ունեն, վերահսկում են դեպի Սև եւ Ազովի ծովեր տանող ուղիները, ինչպես նաև ռուսական զորքերի մատակարարման ցանցի առանցքային հանգույցները։ Ռազմական փորձագետների գնահատմամբ հարավային ուղղությամբ առաջխաղացումը կարող է վտանգել նաև Ղրիմի հետ ցամաքային կապը, փոխել բանակցային հավասարակշռությունը։ Մոսկվան որևէ պատրանք չունի հակամարտության կարգավորման բանակցությունների առաջընթացի վերաբերյալ։ Բանակցային գործընթացը, ինչպես բազմիցս նշել ենք, բարդ է եւ ձգձգված, ուստի մենք չափազանցված սպասումներ չունենք։ Որոշումը բավականին ավտոմատ է, երկարաձգում։ Ինչ վերաբերում է զարգացումներին, կտեսնենք ամփոփելով զրույցների վերջնական արդյունքները։ Ժնևյան բանակցությունների արդյունքները քննարկվել է Կրեմլում անվտանգության խորհրդի նիստում։ Արդյոք խորհուրդը հստակ որոշում ունի Տելեգրամի հետ կապված։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ու հատուկ ծառայությունները կարող են տեղեկություններ ստանալ Տելեգրամ հարթակից եւ օգտագործել այն ռազմական նպատակներով։ Տելեգրամը հերքում է այս պնդումները, նշելով, որ չի տրամադրում օգտատերերի տվյալներ եւ չի կարող դիտարկվել որպես սպառնալիք, եթե օգտագործվում է անվտանգության կանոնների պահպանմամբ։ Մոսկվան հավելվածը սահմանափակելու կամ արգելելու պաշտոնական որոշում դեռ չունի, սակայն այդ հնարավորությունը դիտարկվում է։ Ուկրաինայում քննարկվում է ընտրությունների անցկացումը ռազմական դրության պայմաններում։ Ինսայդերի համաձայն նախագահական ընտրությունները կարող են անցկացվել աշնանը, իսկ խորհրդարանական ընտրությունները 2027 թվականի գարնանը։ Հայտնի չէ, արդյոք Զելենսկին կառաջադրվի երկրորդ ժամկետի համար։ 2019 թվականին նա հայտարարել էր, որ առաջադրվելու է միայն մեկ նախագահական ժամկետով։ Ֆրանս պրես գործակալությանը տված հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ ընտրությունները կարող են անցկացվել միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի դաշնակիցները տրամադրեն անվտանգության հուսալի երաշխիքներ։ Համենայն դեպս Եվրոպայից առաջիկայում երաշխիքներ չի ստանա Ուկրաինան։ Հունգարիան արգելափակել է Եվրամիության Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը, որը նախատեսված է երկրի ֆինանսական վիճակը կայունացնելու համար։ Հունգարիայի վետոն սպառնում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի 8 միլիարդ եվրոյի ծրագրին, որը կախված է Եվրամիության վարկից։ Բուդապեշտ-Կիև հարաբերությունները նորից լարվել են, երբ Ուկրաինան արգելափակել է Դրուժբա խողովակաշարով նավթի մատակարարումը Հունգարիա։ Քանի դեռ Ուկրաինան փակ է պահում Դրուժբա նավթատարը եւ քանի դեռ Ուկրաինան խոչընդոտում է Հունգարիա նավթի մատակարարումների վերսկսումը, Հունգարիան կարգելափակի Եվրամիությունում Ուկրաինայի համար կարևոր եւ օգտակար որոշումները։ Բուդապեշտը մեղադրում է Կիևին ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Բրյուսելին եւ նրան հավատարիմ հունգարական անդիմության հետ դավադիր գործարքի մեջ մտնելու համար։ Հունգարիայի իշխանությունները փաստացի քարոզարշավ են սկսելու վառելիքի բարձր գներով։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։